Nissan March-ի խնդիրը հետևյալն է, որ այն խոտ չի ընկնում, շարժը գործի չի ընկնում կամ ընկնում է շատ մեծ դժվարությամբ, մի քանի անգամ ստարտեր տալուց հետո մի խոսքով խնդիր ունենք, վատ կամ ուշ մեքենան գործի գցելու հետ կապված, որպեսզի գտնենք պատճառը, նախ հերթով ստուգենք, թե ինչից կարող է լինել։ Տարբերակներից մեկը կարող է լինել կապված բենզանասոսի հետ, որը չկարողանա ճիշտ ճնշում ապահովել, այն մոտավոր պետք է լինի 3.5 բարի չափով, հնարավոր է հոսանքների հետ կապված խնդիր լինի, լարումները քիչ հասնեն շարժիչին բենզանասոսի, որի արդյունքում այն դանդաղ պտտվի և չկարողանա ճիշտ ճնշում ապահովել, խնդիրներ կարող են լինել ֆարսունկաների հետ, որոնք փակ լինեն և չկարողանան նորմալ փոշիացնել բենզինը, որպեսզի այն հեշտ այրվի։ Մի խոսքով խնդիրներ կարող են լինել սվեչաների հետ, մի խոսքով հերթով փորձարկելով կանցնենք առաջ և տեսնենք ինչն է պատճառը, որ մեր մոտ մեքենան ուշ է գործի ընկնում կամ կարող է գործի ընկնել, բայց մեքենան ապառուտներ չի հավաքում, տպավորություն է, որ բենզին շատ քիչ կա մեջը և չի կարողանում այն քաշել։ Մի խոսքով մեքենան չի կարողանում արագություն հավաքել, նաև ունի այդ խնդիրը։ Մեքենայի բենզանասոսը գտնվում է ետևի աթոռի տակ, բարձրացնում ենք աթոռը ետևից և քաշում ենք վերև։ Այս դետալը մտնում է այստեղ, որից հետո քանդում ենք այս բանալիները, պտտում ենք համապատասխան ուղղությամբ, որպեսզի կարողանանք բացել կափարիչը։ Այժմ այսպիսի մանոմետրի օգնությամբ կստուգենք ճնշումը, հանում ենք դեպի շարժիչ գնացող շլանգը, սեղմում ենք բանալիները և քաշում ենք դուրս։ Այժմ կբացենք բանալին, տեսնենք բենզինի շարժիչը ինչ ճնշում է ապահովում։ Ինչպես տեսնում ենք, մեր մոտ ճնշումը շատ ցածր է։ Այստեղ մենք պետք է ունենանք ոչ թե 1 ատմոսֆեր, այլ 3.5 ատմոսֆեր։ Մի խոսքով խնդիրը բենզանասոսից է, այն չի կարողանում համապատասխան ճնշումը ապահովել, որի արդյունքում էլ մեքենան ուշ է գործի ընկնում, շարժիչը։ Մի խոսքով այսպես է խնդիրը ճնշման պակասից է։ Այժմ հանենք բենզանասոսը իր տեղից և տեսնենք ինչումն է խնդիրը։ Հնարավոր է
Նախքան քանդել ենք կստուգենք լարումները, որից հետո կհանենք բենզանասոսը, հնարավոր է խնդիր լինի շարժիչից կամ ներսում գտնվող գոֆրեանման շլանգներից, որոնք կարող են նույնպես ճղված լինել կամ ունենան ճաքեր, որի արդյունքում էլ բենզինը ոչ թե գալիս է այստեղ, այլ նորից թափվում է բակի մեջ։ Հանելու համար սեղմում ենք այս բանալին և քաշում ենք դուրս։ Այժմ ստուգենք լարումները, միացնում ենք համեմատած ավելի հաստ լարերին։ Կանաչին և սևին։ Լարումները կան, լարումների հետ կապված խնդիր չէ։ Մի խոսքով լարումները նույնպես նորմալ են։ Քանդում ենք բենզանասոսը։ Բենզանասոսը իր տեղից հանելու համար պետք է քանդենք այս մեծ պլաստմասե գայկան, ժամացի հակառակ ուղղությամբ պտտելով, եթե ձեռքով չստացվի, կարող եք օգտագործել աթոռը և հարվածել մուրճով կամ ինչ-որ սյոմնիկի օգնությամբ, եթե կա այդպիսին։ Մի խոսքով քանդում ենք այս գայկան։ Հանեցինք բենզանասոսը իր տեղից, այժմ ստուգենք արդյոք ունենք վնասված շլանգ թե ոչ։ Այստեղ կա մեկ խնդիր, որ այս շլանգը արդեն դուրս է գալ իր տեղից։ Կարող է նաև լինել ճղված շլանգներ, կամ այս շլանգ ուղղակի լավ չէին տեղադրել իր տեղը, որի արդյունքում մի մասը նորից թափվում էր բակի մեջ։ Տեղադրենք այս շլանգի իր տեղը, միացնենք և փորձարկենք։ Տեղադրեցինք իր տեղը շլանգը, այժմ փորձարկենք։ Լացրեցինք բենզանասոսը, այժմ ստուգենք։
Եվս մեկ անգամ փորձենք, անի որ ճնշումը բարձրացավ, արդեն ունենք արտահոսք։ Մենք արդեն ունենք 3.5 ատմոսֆեր ճնշում, որը արդեն նորմայի մեջ է։ Կարող ենք արդեն հավաքել հետ և փորձել։ Եվ ձգում ենք կափարիչը արդեն հակառակ ուղղությամբ պտտելով, այսինքն ժամի ուղղությամբ։ Այս սովորական ռեզբա է։ Վերջում նորից ամրացնում ենք մրջի կամ սյոմնիկի օգնությամբ վերջնական։ Ուղիղ տեղադրվելուց հետո պետք է այս շարժը չլինի։ Կարող է կողմնորոշվել դրանով անգամ, որ լավ ձգվել է, թե ոչ։ Ամրացրեցինք իր տեղը, ստուգելու համար սեղմում ենք, եթե շարժ չկա, ուրեմն նորմալ ձգվել է։ Եվս մեկ անգամ ստուգել։ Ճնշումը նորմալ է, կարող ենք հավաքել հետ արդեն։ Եթե այս շլանգը հանելուց հետո անընդհատ այստեղից բենզին դուրս գա, բակի բացում ենք կափարիչը, բակի հնարավոր է այնտեղ ճնշում հավաքված լինի, որի արդյունքում էլ սեղմի և դուրս հանի բենզինին։ Այժմ միացնենք շլանգի իր տեղը և գործի գցենք շարժիչը։ 1-2 անգամ բացենք բանալին, որպեսզի բենզինը հասնի շարժիչին։ Վերջ, խնդիրը լուծվեց։ Այժմ նայենք, որ չնկատվի արտահոսք բենզինի և արդեն կարող ենք փակել կափարիչը։